Երկու ծայրահեղություններ։ Շատ են դիմում քչակերիկների ծնողները, որ երեխաս ընդհանրապես հրաժարվում է անգամ կրծքի կաթ ուտող երեխան կամ կաթնախառնուրդ ուտող երեխան։ Բերանը փակում է եւ ընդհանրապես չի ուզում։ Դա ինչ բացատրություն ունի։ Պետք է մի փոքր խորքային պատճառներ ման գալ, հնարավոր է որևէ դեֆիցիտ ունենա երեխան, դա կարող է լինի երկաթ դեֆիցիտ, կարող է լինել բետա-2 դեֆիցիտ, տարբեր դեֆիցիտներ կան, բայց կարող է նաեւ լինել ոչ ճիշտ ընտրված, օրինակ շիշը, ծծակը կամ օրինակ շոկ պայմանները, որ երեխային մոտեցնում են կրծքին, շոկից երեխան ըմբոստանում է, չի ուզում գտնել այդ տաք մարմնին մամայի սենյակային բարձր ջերմաստիճանում։ Եթե ամեն ինչը փոխելով մեր կենցաղը, մեր ամեն ինչը շտկելով չենք ունենում լուրջ հաջողություններ, արդեն ման գալ ավելի խորքային պատճառներ։ Առողջական միգուցե խնդիրներ։ Այո։ Եվ մյուսը շատակերությունը, որ երեխաները չեն կարողանում հսկել իրենց ախորժակը։ Դա էլի կարող եմ մեղադրել գadgetներին, որովհետև երեխան բնազդաբար նստած լինելով էկրանի դիմաց այնքան մեծ ծավալ է ընդունում, որ չի հասկանում, որ ինքը արդեն հագեցել է եւ այդպես մեծացնելով իր ստամոքսը անընդհատ ստանում է մեծ պաշարներ։